Սա մեր պատերազմը չէ, սա պատերազմ է մեկ այլ մայրցամաքում, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Մենք այնտեղ շահեր ունենք, բայց կոպիտ ասած, սա մեր պատերազմը չէ, սակայն բոլորը մեզ ասում են, որ մոլորակի վրա կա միայն մի երկիր, որը կարող է խոսել երկու կողմերի հետ եւ որոշել, թե կա արդյոք այս պատերազմը խաղաղ ճանապարհով ավարտելու հնարավորություն, եւ դա Միացյալ Նահանգներն է, ասել է նա։ Ուկրաինան պետք է պատրաստ լինի նրան, որ 2026 թվականին մարտական գործողությունները շարունակվելու են, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ Ահա թե ինչու Եմեն հաստատեց Կիևի համար $105 միլիարդ վարկը, պատերազմի ծախսերը հոգալու համար։ Եթե մենք այս ձմեռ մտնենք առանց խաղաղության համաձայնագրի, մարտական գործողությունները կշարունակվեն, ասել է նա, հավելելով, որ նախագահ Թրամփն ու նրա թիմը մտադիր չեն հանձնվել։ Միացյալ Նահանգները վրեժի օպերացիա է իրականացրել Սիրիայում, մասնավորապես ԱՄՆ զինված ուժերն իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ են հասցրել կործանիչներով, հարձակողական ուղղաթիռներով եւ հրետանիով։ Գործողությունն իրականացվել է ի պատասխան օրերս Պալմիրայում պարեկների վրա զինյալների հարձակման, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 3 քաղաքացի։ Օրերս Թուրքիայի Իզմիտ քաղաքում կործանված անօդաչու թռչող սարքը պարզվել է ռուսական է։ Ռուսական անօդաչու թռչող սարքը դուրս է եկել վերահսկողությունից եւ մտել մեր տարածք, հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Դրանից հետո Թուրքիայի տարածքում կործանվել է եւս 2 անօդաչու սարք, որոնց ծագումն ուսումնասիրվում է։ Ծեծկրտուկ Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ծեծկրտուկը տեղի է ունեցել Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Հանրապետական կուսակցության անդամների միջև։ Չնայած դրան, բյուջեն ընդունվել է։ Կալիֆոռնիայում ավելի քան 130,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Պատահարի հնարավոր պատճառ է նշվում ենթակայաններից մեկում տեղի ունեցած հրդեհը։ Տեսլա եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը դարձել է մոլորակի առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է $700 միլիարդ, գրում է Forbes-ը։ Տեսլան կրկին դարձել է Մասկի ամենաարժեքավոր ակտիվը։ Ֆրանսիայի նախագահի նստավայրից Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ արծաթե սպասք եւ ճենապակի են գողացել։ Ձերբակալվել է սպասքի համար պատասխանատու աշխատակիցը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։